Հինգերորդ դար Հին աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ սա նշանավորում է մի նոր հազարամյակի սկիզբը։ Եվ այս հազարամյա էպոխան կոչվում է միջնադար։ Այսպես է նաև հայ ժողովրդի համար։ Եվ այժմ սուր կերպով դրված էր հարցը. կլինեն արդյոք հայերը մասնակից այդ հաջորդ հազարամյակին, թե կկորչեն մոռացության մշուշի մեջ, ինչպես շատերը հին ժողովուրդներից։ Արդեն իսկ նախորդ դարում Հայաստանը բաժանվել էր երկու մասի։ 1/5 անցել էր քրիստոնյա Բյուզանդիային և 4/5 զրադաշտական Պարսկաստանին։ Բյուզանդական մասում անմիջապես վերածվել էր հայոց թագավորությունը։ Պարսկական մասում շարունակում էին իշխել խիստ թուլացած արշակունիները։ 5-րդ դարի արշալույսը հայկական լեռնաշխարհը դիմավորեց բավական արտառոց պայմաններում։ Իր բազմահազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ հայոց գլխին կախվել էր լինել-չլինելու հարցը։ Եվ ինչպես միշտ նման պայմաններում հարաբերական անդորր էր հաստատվել, ինչպես փոթորկից առաջ։ Այս ժամանակի ամենաճշգրիտ գնահատականը տվել է Լեոն։ Այլևս երբեք հայերին չպիտի հաջողվեր մեկ միասնական պետություն ստեղծել։ Ոսկեդար, այսպես են անվանում մեր ժամանակակիցները 5-րդ դարը։ Մեր թվագրության 401 թվական։ Հայաստանն արդեն 100 տարի պաշտոնապես քրիստոնյա էր։ Սակայն դա դեռևս անվանական բնույթ էր կրում։ Նոր հավատքի ոգին, դրա սուրբ գրքի աստվածաշնչի լեզուն անծանոթ էր հայ ժողովրդին։ Քարոզները կատարվում էին հունարեն, ասորերեն լեզուներով։ Հին աստվածները դեռ չէին հեռացել, նորերը դեռ տեղ չէին հասել։ Մենք պատմական Հայաստանում ենք, հայոց աշխարհի սրտում։ Սա այն տարածքն է, ուր վերջնականապես լուծվեց հայ ժողովրդի հավատքի և հետագա ճակատագրի հարցը։ Այստեղ էր, որ հեթանոս և քրիստոնյա հայերը վերջնականապես որոշեցին մեկ անգամ ևս լուծել, որ ուղղությունն են ընտրելու իրենք։ Կրթատը և Գրիգոր Լուսավորիչն իրենց զորամիավորումներով այստեղ հանդիպեցին Արձան Քուրմին և նրա երկու որդիներին, Կիսանեին և Դեմետրային։ Ճակատամարտը տեղի ունեցավ այս լեռներից ոչ հեռու, հավանաբար հենց այս դաշտում, ավարտվեց հեթանոսների պարտությամբ և հատկանշականը մեկ փաստ է։ Սպանված և քրիստոնյա, և հեթանոս հայ զինվորները ամփոփվեցին մեկ ամբողջական դամբարանում, մեկ գերեզմանի մեջ, դրանով իսկ խորհրդանշելով հեթանոսության ավարտը այս երկրում և դրանով իսկ մատնանշելով հայ ժողովրդի հետագա ճակատագիրը դեպի քրիստոնեություն։ Ինչպես պատմում է Զենոբ Գլակ ասորի պատմիչը, դամբանաբլրի վրա քար տեղադրեցին ու վրան արձանագրեցին հետևյալ տողերը. Այստեղ է հանգչում ույժ քաջամարտիկ արցանք քրմապետը։ Նրա հետ նաև 1038 հոգի, որոնք կռվեցին հանուն Գիսանե կռոց և հանուն Քրիստոսի։ Եվ զարմանալի չէ, որ հենց այստեղ էլ այս հողից ծնվեց հայ ազգի փրկությունը, նրա ապագան։ Մենք Տարոնի Հացեկաց գյուղի մոտակայքում ենք, այն գյուղի, ուր ծնվել է Մեսրոպ Մաշտոցը,
Ցավոք, այս տարածքում եւ այս գյուղում ոչինչ հայկական այլևս չի պահպանվել։ Քրդական գյուղ է, պատմական որևէ հուշարձան կարծես թե չկա, բայց այս հողը իր մեջ պահում է մեր նախնիների ջերմությունն ու Մաշտոցի հարազատների ու անցավորների ամեն մի կաթիլը։ Եվ դրանք մեզ հուշում են, որ այս տարածքում ենք մենք ձևավորվել, սա է մեր հայրենիքը եւ սա է մեր Այբուբենի սկզբնական օրժանը։ Տարոն աշխարհի հացեկած գյուղում հայ ազգի արգանդը ծնեց մի մանուկ, որն ապրեց զարմանալի իր նմանը չունեցող մի կյանք։ Ժամանակին նա եղավ զինվորական, ապա հոգևորական, ճգնավոր, ապա քարոզիչ եւ քանզի առաջավոր էր զանազան գիտությունների մեջ ներկայացվեց հայոց արքա Վռամշապուհին ու ստացավ արքայական դպիրի պաշտոնը։ Տիրապետելով պարսից, արամեական եւ հունական դպրություններին, նա միտք հղացավ գիր ստեղծել եւ հայոց համար։ Կաթողիկոս Սահակ Պարթևը մեծապես հովանավորեց Մեսրոպ վարդապետի նախաձեռնությունը։ Վռամշապուհ արքան էլ մեծ խանդավառությամբ ընդառաջեց նրանց։ Իսկապես զարմանալի ժամանակ հայոց պատմության մեջ։ Եվ ահա, արքունիքի ու եկեղեցու կողմից հովանավորված գիտնականը ճամփա ելավ, մի երկար ու դժվարին ճանապարհ, որի վերջում հայոց գրերն էին։ Այդ ժամանակներում Մեսրոպը քարոզում էր Սյունյաց աշխարհում ու հատկապես Գողթան գավառում, ուր հայոց հեթանոսությունը խոր արմատներ ուներ։ Մոտ 2 տարի Մաշտոցն ապրեց Մարած կողմերում, ուր ապաստանել էին հայոց աշխարհից հեռացած քրմերն իրենց ժողովրդով։ Այստեղից նա վերադառնում է Վաղարշապատ ու մեկնում արևմուտք։ Այսուհետև Մեսրոպն իր աշակերտներին ուղարկում է Սամոսատ, լեզուների մեջ հմտանալու նպատակով։ Ուրեմն նա խորապես համոզված էր, որ շուտով կհայտնվեն հայոց գրերը եւ անմիջապես էլ հմուտ թարգմանիչների կարիք է լինելու։ Աշակերտներին տեղավորելուց հետո ինքը գալիս է Եդեսիա հռչակավոր քաղաքը եւ անմիջապես ձեռնարկում տառանշանների ստեղծմանը։ Ուրֆա քաղաք, պատմական Եդեսիա։ Սա այն բնակավայրն է, որը կարևորագույն դեր ունի հայոց պատմության, մշակույթի ու գրականության մեջ։ Հարյուրամյակներ առաջ այստեղ է գործել Մեսրոպ Մաշտոցը։ Այստեղ է ստեղծել հայոց Այբուբենը։ Այստեղ է առաջին անգամ մտածել դրանց տառատեսակների եւ վերջավորությունների մասին։ Առաջին անգամ ինքն է գծանկարել դրանք։ Կարևոր է այս քաղաքը մեր պատմության ու մշակույթի համար։ Տարիներ անց այստեղ գրվել են հայոց ձեռագրեր, վերագրվել են նաև պատմական որոշակի գործեր եւ այդ ամենը այսօր սկզբնաղբյուր է մեր պատմության ու մշակույթի համար։ Եվ ահա հասնում է հրաշքի ժամանակը։ Ժողովրդական ավանդությունն այսպես է ներկայացնում հայոց պատմության այս մեծագույն իրադարձությունը, որ մեզ հաղորդում է պատմահայր Մովսես Խորենացին։ Եվ տեսնում է ոչ երազքնի մեջ, ոչ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ, քարի վրա գրելիս, այնպես,
ինչպես ձյունի վրա։ Կային արդեն գրերը, և կատարվում է առաջին փորձարկումը, պարզելու թե ինչքանով էին համապատասխանում այդ գրերը հայոց բարդ լեզվին։ Առաջինը թարգմանվում է Սողոմոնի առակներից մեկը, որի առաջին տողը հնչեց այսպես. Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո։ Հաղթանակը կատարյալ էր։ Երկնքից տառերն ընդունած մարդը սրբերի կարգը դասվեց։ Հայ ժողովուրդն իսկապես ճիշտ գնահատեց տառերի գյուտը, և զարմանալի չէր այն մեծաճոխ դիմավորումը, որ կազմակերպեցին հայոց արքունիքն ու եկեղեցին միահամուռ ընդառաջ գնալով հեռու տեղերից վերադարձող Մեսրոպ Մաշտոցին։ Բայց իրական հրաշքը սկսվում է դրանից հետո։ Մի պահ թվաց, թե ողջ աշխարհն ուրիշ այլ բանով չէր զբաղվում, բացի միայն գրելը, ուսուցանելն ու թարգմանելը։ Առաջնահերթ թարգմանվեց Աստվածաշունչը, և այդ թարգմանությունն առ այսօր համաշխարհային բանասիրության կողմից ընդունվում է որպես մայր թարգմանությանց։ Սահակ Մաշտոցյան աշակերտների հոծ խմբերը թարգմանում էին ժամանակի ողջ առաջավոր գրականությունը, և ահա հայերեն հնչեցին Պլատոնն ու Արիստոտելը, հունական ու ասորական գրականություն, այն ամենը, ինչ կարողացել էին քաղել Ալեքսանդրիայի աշխարհահռչակ գրադարանից, և անմիջապես էլ պահանջ է առաջանում ունենալու ինքնուրույն հայ գրականություն։ Առաջինները, սրանք թարգմանիչներն էին, ուստի հայոց 5-րդ դարը կոչվեց թարգմանչաց։ Ապա սկսվում է ինքնուրույն գրականությունը, հիմնականում պատմագրության բնագավառում։ Առաջինը Մեսրոպի աշակերտ Կորյուն Վարդապետն է արձանագրում հենց այն հրաշալի պահը, երբ երկնառակ նշանները հայտնվեցին հայոց աշխարհում։ Ստեղծվում է Ագաթանկեղոսի աշխարհահռչակ երկը, ուր պատմվում է հայոց քրիստոնեացման պատմությունը, թե ինչպես մեր երկիրն եկավ Անակ Պարթևի որդի Գրիգորը, և ինչպես Հայաստանն աշխարհում առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Պարզ ու գեղեցիկ, ժողովրդական առասպելաբանությամբ ու հրաշապատում չափազանցություններով համեմված գրվում է Փավստոս Բյուզանդի պատմություն հայոցը, որն ասես առաջին փորձը լինի պատմություն գրելու, և ուր պատմվում են Ագաթանկեղյա պատմությանը հաջորդող դեպքերը, մինչև 387 թվականը, պարսկա-հռոմեական բաժանումը։ Եվ ասես ընդհատված տեղից այս պատմությունը շարունակում է Ղազար Փարփեցին, ներկայացնելով դաժան ժամանակը, նախարարների անմիաբանությունն ու դավաճանական արարքները, թագավորության բարձումն ու դրան հաջորդող ապստամբական շարժումները։ Նույն 5-րդ դարում հենց Սահակի և Մեսրոպի կողմից ստեղծվում է անգերազանցելի պոեզիա, հոգևոր երաժշտություն, հեթանոսական շարականների օրինակով։ Առ այսօր ժամանակի դասական լեզվի լավագույն նմուշ է համարվում Եզնիկ Կողբացու Եղծ աղանդոցը, որտեղ սուր քննադատության է ենթարկվում զրադաշտականությունը։ Եվ սա այն երգն է, որ վերջնական խզումն է արձանագրում այդ հին կրոնական համակարգի հետ։
Դարակեսին 451 թվականին Վարդանանց պատերազմն է երգում Չքնախ Եղիշեն, գործ, որի բանաստեղծական արժեքը վեր է ամեն գովեստից։ Սակայն 5-րդ դարի և ողջ հայ պատմագրության թագն ու պսակն է կազմում պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն հայոցը»։ Այստեղ պատմվում է հայոց պատմությունը ծագման սկզբից առ իր ողբերգական ժամանակները։ Իրավամբ ոսկե դար։ Արդին չէին բերում Մաշտոցյան 36 զինվորները հայոց աշխարհին։ Առաջնահերթ դրանցով արտահայտվում էր հայոց անգիր լեզուն, երկրորդ դրանք ստանում էին թվային արժեք և գրավոր տեսք էին ստանում մաթեմատիկան, աստղաբաշխությունը, բնական գիտությունները, և երրորդ տառերի և այլ ուղեկցող նշանների օգնությամբ ստեղծվում էր երաժշտական նոտագրման կատարյալ համակարգ։ Թե Մեսրոպ Մաշտոցը, թե Սահակ Պարթևը և թե Վռամշապուհ Արքան խորապես գիտակցում էին դաժան իրականությունը, որ վախճանին է մոտենում հայոց թագավորությունը և շուտով պետական պարապն է իշխելու մեր աշխարհում։ 4-րդ դարում Հայաստանի համար ծանր իրավիճակ էր ստեղծվել։ Պարսից Շապուհ Արքան ներխուժել էր Հայաստան, շարժվում էր դեպի Անիկամախ և միտք ուներ գերել հայոց թագավորների ոսկորները։ Նպատակը մեկն էր։ Ըստ Պարսից կերոնի, երբ տեղափոխում ես թագավորի ոսկորները, քեզ են փոխանցում նրանց քաջությունը, փառքը և հեղինակությունը։ Այդ իսկ պատճառով Պարսից արքան փորձում էր դա տեղափոխել Պարսկաստան։ Սակայն հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը Արագածոտնի մոտ պարտության մատնեց պարսիկներին, գերեց հայոց արքաների ոսկորները և տեղափոխեց այստեղ, աղց բնակավայր, ժամանակակից Ձորապ գյուղի տարածքում և ամփոփեց այս դամբարանում։ Վասակ Մամիկոնյանի աղցում պատրաստված դամբարանը 2 հատված ուներ և 2 խորան։ Խորաններից մեկը հավանաբար առանձնացված էր հեթանոս արքաների համար։ Այդ մասին վկայում են այն բարձրաքանդակները, որոնք դրված են խորանի առջև։ Իսկ երկրորդ խորանը քրիստոնյա Արշակունինի թագավորների համար էր։ Այս խորանի առջև տեղադրված բարձրաքանդակները այդ են վկայում խաչի, վարդակի, աղավնիների, բուսականության և որսի տեսարաններով։ Դամբարանում զետեղված հայոց թագավորների ոսկորները ցավոք չեն պահպանվել, թալանել են ժամանակի ընթացքում, սակայն հուշարձանը հասել է մեզ։ Բանը այն է, որ 7-րդ դարում հուշարձանի վրա կառուցվել է եկեղեցի, որն իր տակ է վերցրել ողջ հուշարձանը և պահպանել այն կործանումից։ 428 թվականին հայոց թագավորությունը ջնջված հռչակվեց։ Սակայն թողնենք, որ ընդհատված տեղից շարունակի մեծն Լեոն։ Հայոց երկնակամարի վրա մարեց քաղաքական անկախության համեստ աստղը։ Նրա տեղ իշխած խավարի մեջ գահից իջնում էր և լուսավորչի տողմի վերջին ներկայացուցիչը, որ արգելվեց Պարսկաստանում։ Մի հատ նեցուկ էր մնում կործանման աղջամուղջի մեջ, Սահակ Մաշտոցյան գործը, որ և տարավ մեր երկիրը դեպի նոր հորիզոններ։ Այսպես եղավ, որ շարք կանգնեցին հայոց 36 զինվորները և իլուր աշխարհի հայտարարեցին. «Պիտի ապրի հայ ազգը»։ Եվ այսօր էլ 1500 տարի անց Սահակ Մաշտոցյան մեծագործությունն է մնում որպես հայոց հավերժության հզոր երաշխիք։ Ուստի այդ հավերժության մեջ սրբությամբ պահենք
հիշատակը երեք անմախների։ Վռամ շապուհ արքա հայոց, Սահակ Պարթև կաթողիկոս, Մեսրոպ Մաշտոց վարդապետ։